անում, առաջինն այն զգում գրանցում են նույն այդ հողի ամենազնիվ արյունը կրողները, մեր օրերի տերմինով ազատամարտիկները, որ դասական ֆիդայական շարժման շարունակողներն են։ Ոչ միայն այսօր, վերջին մեկ ամսին, երբ թշնամին կրկին փորձում է ոտք դնել հայոց սահմանից ի ներս, այլև 1988-ից ի վեր բռունցքվել ու բռունցքվում է մեր բասկի ուժը, վկայելով հայի զինվոր լինելու տաղանդը նաև։ Արաբո, մեկը տասնյակ երկրապահ ջոկատներից, որ ծնունդ առավ 89-ի ոգեշնչող խորերին, կամավոր իմի հավաքված երիտասարդ այրերից, եւ առաջին իսկ մարտում դրսևորեց ռազմի, հայրենասիրության, միացյալ կամքի իր տաղանդը։ Արաբո, հունվարի 20, 1989։ Այսօրվանից նորագյուղցիներ Ավետ Մանուկյանի, Ստեփան Գալստյանի եւ Գագիկ Սարգսյանի ջանքերով վիճակվեց նորովի կյանք ֆիդայական շարժման առաջնեկներից մեկի անվանը, որ պիտի բարձր, շատ բարձր պահվեր Ոսկեպարում ու Վազաշենում, Զոդում ու Լաչինում, Գորիսում, հայրենի հողի այլ հատվածներում մղված մահու կենաց կռիվների ժամանակ։ Եկան նորերը, հների հետ տարեստարի թրծվեցին մարտերի բովում եւ տղաներն աճեցին դարձան իսկական զինվոր հայրեր։ 1991-ի սեպտեմբերից առանձնացավ հատուկ նշանակության ջոկատը, պահպանելով սակայն նախկին անունը։ 92-ից Արաբո հատուկ նշանակության ջոկատը Սամվել Հարությունյանի Չաուշի հրամանատարությամբ ընդգրկվել է Հանրապետության պաշտպանության նախարարության կազմում իբրև արծիվների 4-րդ վաշտը։ Սահմաններում լարված իրավիճակ է, գիտենք թշնամին, ասենք, փորձում է նորից ոտք դնել Հայաստանի Հանրապետության հողի վրա, ինչ են մտածում, ասենք, ձեր տղաները։ Մեր տղաները, ոնց որ ասած, մեր լեզվով, հոգով եւ կամքով բոլորն էլ պատրաստ են դուրս գալ մարտերի։ Ասենք 5 տարի, թե չեմ սխալվում, 5 տարի արդեն կռվում եք, չեք հոգնել կռիվներից։ Հայրենիքի համար մարտնչելը դա հոգնել չի նշանակում։ Մինչև վերջի ուժը, մինչև արյան վերջին կաթիլը մենք պետք է մարտնչենք, որովհետև մեր դեմ թշնամին է։ Ես այդ կարամ ասեմ։ Մենք պատրաստ ենք մարտնչելու մինչև վերջ, քանի դեռ թշնամին կա ու փորձում է մեզ միշտ վտանգ ներկայացնել իր ուժով, թե իր, ինչպես ասած, դիվանագիտությամբ։ Ռուբեն, դու շատ ես եղել, ասենք, տղաների հետ մարտերում, նկարահանել է շատ հետաքրքիր տեսարաններ, ամենահետաքրքիրը, ասենք, քեզ համար որ կռվի ժամանակ է եղել։ Հետաքրքիր բոլոր կռիվներն էլ, չգիտեմ, կռվի հետաքրքրությունը որն է։ Ես նկատի ունեմ իբրև օպերատորի։ Իբրև օպերատորի խաղ ժամանակն էլ հետաքրքիր է, կռվի ժամանակն էլ հետաքրքիր է։ Դե ինչքան ասենք շարժում կադրեն լինում, այնքան ավելի իմ համար այնքան ավելի լավ է։ Բայց միայն ում որ նկարել եմ, ում որ նկարում, դժվարը միայն այդ ամեն ինչում կայանման անում, որ այդ մարդկանց ում որ նկարում եմ, հետո կենթանի լինեն։ Մեր սահման մեկ մինուտ առաջ մեր տրամադրությունը այսօրվա դրությամբ եւ ընդհանրապես մարտական է, եւ մենք պատրաստ ենք գնալու, մեր գործը անելու եւ բարով փառքով վերադառնալու։